Ողջույն հարազատներ, այսօրվա խոսքը, որ ունեմ Սուրբ Հոգուց առաջնորդված, հավիտենականության մասին է։ Գիտեմ, որ շատ անգամներ եմ խոսել հավիտենականության մասին, որովհետև սա այն կարևորագույն նյութերից է, որ ամեն անգամ բարձրաձայնելը ավելորդ չէ։ Որովհետև երբ որ լսում եմ մարդիկ ինչ պատասխաններ ունեն եւ ինչպես են պատկերացնում իրանց այս կյանքը, ամեն անգամ ես առաջնորդվում եմ, որ կրկին ու կրկին բարձրաձայնել եւ խոսել ճշմարտությունը, որի համար ես ծնվել եմ եւ եկել եմ այս աշխարհ, որի համար ես ընտրվել եմ, որի համար ես կանչվել եմ իմ Աստծո կողմից, որպեսզի նախ ես ճանաչեմ այդ ճշմարտությունը եւ հետո էլ կարողանամ ուրիշներին փոխանցեմ այդ ճշմարտությունը, այսինքն մեր փրկության ավետարանը։ Քանի դեռ դու չես հասկացել հավիտենականությունը, դու չես կարող հասկանալ Հիսուս Քրիստոսի կատարած զոհաբերությունը, որովհետև Հիսուս Քրիստոս մեր հավիտենականության հարցը լուծեց։ Շատերի համար հավատքի կյանքը ուղղակի այս կյանքը ապահովելու համար է։ Ինչու, որովհետև մի կարևոր նախադասություն հանվեց քարոզներից։ Հովհաննես Մկրտիչը երբ որ կանչում էր ապաշխարության, ասում էր ապաշխարեցեք, որովհետև երկնքի արքայությունը մոտեցել է։ Եվ Տեր Հիսուս երբ որ կանչում էր ապաշխարության, նորից նույն խոսքերն էր ասում էր ապաշխարեք, որովհետև երկնքի արքայությունը մոտեցել է։ Բայց հիմիկվա քարոզների մեջ ավելի շատ ասում են ապաշխարեք, որ բժշկվեք, ապաշխարեք, որ հաջողակ լինեք, բարգավաճեք, այս կամ այն բանը լավ լինի, այս ժամանակավոր կյանքի մեջ դուք հաջողություններ ունենաք, բայց ոչ թե ապաշխարեք, քանի որ երկնքի արքայությունը մոտեցել է, քանի որ կա հավիտենական կյանք, եւ դուք չեք ապրելու 50, 60, 70 կամ 90 տարի, այլ դուք ապրելու եք հավիտյան։ Անկամ այն ժամը, վայրկյանը, որ այս մարմիններից մենք պիտի դուրս գանք, որը մեր ժամանակավոր կացարանն է, այս մարմինը, քանի որ մեզ համար պատրաստված են երկնային մարմիններ, փառավորյալ, ինչպես որ Հիսուս Քրիստոսը ուներ, մեզ համար որ ասում եմ, սա վերստին ծնված քրիստոնյաների մասին է խոսքը, ովքեր որ ընդունել են Հիսուս Քրիստոսին որպես Տեր եւ Փրկիչ, կամ ընդունելու են այսօր, վաղը կամ մյուս օրը։ Այսինքն մինչև Հիսուս Քրիստոսի գալուստը պիտի դավանեն Հիսուս Քրիստոսին որպես Տեր եւ Փրկիչ եւ պիտի մտնեն իրենց համար պատրաստված ժառանգության մեջ։ Այս կարևոր նյութը գողացվել է, որ երկնային արքայությունը մոտեցել է։ Եվ մարդիկ ապրում են կարծես թիթեռի նման, օրվա մարդ են։ Այսօրը ուրախ են, որովհետև մի բան հաջողվեց, հաջորդ օրը տխուր են, որովհետև չհաջողվեց։ Ինչ որ մի կորուստ ունեցան, տխուր են, ինչ որ մի բան ձեռք բերեցին, ուրախացան, եւ իրանց ուրախությունն ու տխրությունը այդ օրվանից է կախված։ Քանի որ իրանք հավիտենականության հույս չունեն, հավիտենականության գաղափար չունեն, եւ դրա համար իրանց կյանքը սահմանափակված է այսօրվա մեջ։ Եվ դրա համար սատանան գողացել է, եւ շատերից լսում եմ այս տհաճ խոսքը, որ ինձ համար երևի ամենաբարկացնող խոսքերից մեկն է, որ լավ էլի դե մեռնել ապրել կա, ինչի հետևից է կընկնում, մարդ պետքա կյանք ամեն ինչն էլ վայելի, հետո նոր որ մեռնի։ Ինչը վայելես։ Ինչ է նշանակում վայելել։ Գիտեք երբ էին վայելում։ Ադամն ու Եվան էին վայելում Եդեմի պարտեզը։ Դրանից հետո ապականեց սատանան ամեն բան։ Այդ ինչը որ դու ճակերտավոր վայելքներ ես համարում, դրանք բոլորը սատանայի կեղտերն են, դրանք բոլորը սատանայի մեղքերն են, որի մեջ դու թաթախված ես։ Դա վայելել չի։ Վայելելը դա քո երկնային հոր արարվածը վայելելն է, ոչ թե սատանայի տվածը, որը կախվածության մեջ քեզ գերության է տանում։ Եվ սատանան այդ հավիտենականության գաղափարը գողացավ մեզանից, բոլորից, շատերից, որ մարդը հավիտենականության համար չապրի, այլ այս ժամանակավորի համար ապրի։ Իսկ ժամանակավորի համար չարժե պայքարել։ Հա թող այսպես լինի։ Ինչ պիտի կորցնեմ, մեկը վաղը պիտի մեռնեմ գնամ։ Եվ սա սատանայի հաղթությունն է։ Բայց եթե դու մտածես, որ կա հավիտենական կյանք եւ իմ այսօրվա կատարած քայլը որոշում է իմ հավիտենականությունը, դու այդ քայլը շատ լրջությամբ կանես։ Քո ամուսնությանը լրջությամբ կվերաբերվես, քո ընտանիքին լրջությամբ կվերաբերվես, ամեն ինչին լրջությամբ կվերաբերվես, որովհետև դու կդադարես ժամանակավոր մտածող մարդուց, դու կդառնաս հավիտենական մտածող մարդ։ Դու արդեն հավիտենականության համար կսկսես մտածել։ Իսկ հավիտենականության համար մի բան, որ դու գիտես, որ հիմա դու արեցիր, դա մի ամբողջ հավիտենականության մեջ որոշիչ բան է, դու շատ լրջությամբ կվերաբերվես։ Դու կիմանաս ինչ ես անում, քո ազատ կամքը ում ես տալիս, Աստծուն ես տալիս, թե սատանային ես տալիս։
Բայց եթե չկա հավիտենականություն, հա, ոնց ուզես կարաս ապրես։ Ոնց որ ռուսն ասում, ни суда, ни следствия, ինչ ուզեմ կարամ անեմ։ Եվ այս կարևոր նյութը գողացել է սատանան սիրելիներ, որովհետև Հիսուս Քրիստոս խաչվեց, մահացավ եւ հարություն առավ, որպեսզի ես եւ դու հավիտենական տանջանքից ազատագրվեինք, քանի որ մեր հոգիները գերեզմանի մեջ չի մնում, մեր հոգիները կանգնելու է Տիրոջ դատաստանի առաջ եւ պիտի որոշվի, այդ օրը պիտի որոշվի մեր հավիտենականությունը կամ երկնային արքայության մեջ, որի մասին Տեր Հիսուս մեզ կոչ էր անում, որ ապաշխարենք, կամ ծծումբի կրակների մեջ, որը պատրաստված է սատանայի եւ նրա չար հրեշտակների համար, ովքեր որ ապստամբեցին իրենց արարիչ Աստծո առջև։ Հիմա ես ուզում եմ, որ դու ամեն կերպ միտքդ ծարաբեռնես այս նյութով, մտածես այս նյութի վրա, այնքան ժամանակ փորփրես, մինչև որ դու ինքդ գտնես այս ճշմարտությունը եւ չհանգստանաս, մինչև սրա պատասխանը չգտնես։ Ինչ է հավիտենականությունը։ Որպեսզի Տերը ինքը գա իր Սուրբ Հոգով ու քո միտքը բացի, մի դադարիր աղոթելուց, մի դադարի խնդրելուց։ Տերը խոստացել է, որ ով որ խնդրի, պիտի գտնի, ով պիտի ստանա, փնտրողը պիտի գտնի։ Փնտրի ճշմարտությունը, մի ասա Անահիտն ինչ ասում, կամ այն ուրիշները ինչ են ասում։ Դու ինքդ փնտրի, ասա Տեր, ես ուզում եմ հասկանամ ճշմարտությունը, ես ուզում եմ հավիտենականությունը հասկանամ, ես ուզում եմ քո արքայությունը հասկանամ, ինչ է նշանակում, թող քո թագավորությունդ գա։ Մենք հայրերի մեջ անգիր արած ասում ենք, թող քո թագավորությունը գա։ Այդ որ թագավորությունն ես խնդրում, եթե դու հավիտենականությանը չես հավատում։ Սիրելիս, խնդրի Տիրոջը, որովհետև այս կարևոր նյութ է, եթե հավիտենականության գաղափարը, իրականությունը, ճշմարտությունը բացվի քո սրտի, քո մտքի մեջ, քո կյանքի արժեքը կփոխվի։ Դու կսկսես կյանքին արժեքավոր նայել։ Դու ամեն քո քայլերդ արդեն հաշվետու կլինես նախ քո Աստծո առջև եւ քո առջև։ Սրա համար կանչիր Տիրոջը, որպեսզի Տերը օգնի, որ դու հասկանաս այս ամենը, սիրելիներ։ Թող Տերը օրհնի բոլորիդ։